Ինչ իրավիճակ է սահմաններին, արդյոք կրակոցներ հնչում են, թե ոչ, ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք իրավիճակը։ Տևական վիճակ է, որևէ կրակոցներ չկան սահմանի ողջ երկայնքով, իմ կառավարման օրոք երևի թե ամենահանգիստ ժամանակներն են հիմա, բոլոր տեղերում ինտենսիվորեն մարդիկ աշտանացան, ցորենի մշակմամբ են զբաղվում եւ այլ, այսինքն ամենահանգիստ ժամանակներն են վերջին 2-3 տարիների ընթացքում։ Բայց ընդամենը ամիսներ առաջ կրակոցներ էին հնչել եւ նաեւ տների ուղղությամբ գույք էր վնասվել։ Հիմա ինչ վիճակում է, այսինքն վերանորոգվել է կամ ընդհանուր առմամբ չի լինում նման դեպքեր, չի գրանցվում։ Տեղում այն ժամանակ ինչ որ դուք ասում եք, տեղում խնդիրները վերացված են եղել եւ մի քանի օր առաջ էլ խոզնավարում միջոցառում կար, որտեղ մարդիկ միջոցառումը իրականացնում էին, ուրախանում էին, վայելում էին կյանքը, նաեւ զբաղված են իրենց առօրյայով։ Ի հեճուկուս ամբողջ մեդիա այն իրականությանը, որ այնտեղ սարսափելի բաներ են տեղի ունենում, կրակոցները ավարտեցին, հաջորդ օրվանից մարդիկ զբաղվեցին իրենց առօրյա գործերով եւ ամեն ինչ մնաց անցյալում։ Այնպես որ այս իմաստով ես գիտեմ, որ գոնե վերջին 2-3 ամիսների ընթացքում ընդհանրապես որևէ բան տեղի չի ունեցել սահմանային իմաստով։ Իսկ սահմանազատման առումով ինչ տեղեկություններ ունեք, որովհետև խոսում էր, որ հենց Սյունիքից է լինելու սահմանազատումը։ Այս պահին որևէ միջոցառում որպես այդպեսին տեղի չի ունենում, մնացած իմաստով ես կարծում եմ, որ պետք է այդ աշխատանքային խմբից ճշտել, կոմպետենտ մարմինը ով աշխատում է, հողի վրա այս պահին որևէ բան տեղի չի ունենում, հավելյալ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել, որովհետև չունեմ տեղեկատվություն։ Դուք եք կարծում, որ պետք է սահմանազատումը Սյունիքից սկսվի, որպեսզի այն գրաված տարածքներից նաև որ կա Վայոց-Ձորի ուղղությամբ, Սյունիքի ուղղությամբ ադրբեջանցիները հետ քաշվեն։ Իհարկե միանշանակ շատ եմ ցանկանում, որ նաև Սյունիքից սկսի ու այդպես կարծում եմ բոլորն են ցանկանում եւ վերջերս գործընթացը պետք է ավարտին հասցվի եւ ցանկալի կլիներ, որ նաև Սյունիքից սկսվի, տեսնենք ոնց կլինի։ Իրատեսական համարում եք, որ սահմանազատման արդյունքում ադրբեջանցիները հետ գնան, որովհետև ասում են ադրբեջանցիները որտեղ որ ոտք են դնում, այնտեղից հետ չեն քաշում, այն պատերազմով է հնարավոր նրանց դուրս քշել։ Ես չգիտեմ ով ինչ է ասում, բայց սահմանազատումը կարևորագույն գործընթաց է, ի վերջո պետք է սահմանները հստակեցվի։ Ինչ վերաբերվում է հետ կգնան թե չէ, եթե սահմանազատումը իրականացվում է այն քարտեզներով, որով որ աշխատում են, ապա դրանից 1 մետր այս կողմ եղած դեպքում էլ պետք է հետ գնան, բայց ինչ պիտի անեն։ Հետ են գնալու եւ այդ ամբողջ երկայնքով պետք է արվի սահմանազատում։ Բայց ով պետք է նրանց ճնշի, որ նրանք հետ գնան։ Կարող են տարբեր պատճառաբանություններ ներկայացնել եւ օրինակ հետ չգնան։ Պետք չէ ճնշել, պետք է սահմանազատել։ Օրինակ Ադրբեջանի նախագահն ասում է մենք գրավել ենք, որ լավ տեսնենք իրենց դիրքերը։ Հիմա այդպիսի հայտարարություններ անող մարդը հնարավոր է որոշում կայացնի հետո, որ հետ քաշվի իր զորքերին։ Եկեք ես չարձագանքեմ, թե ինչ է ասում Ադրբեջանի նախագահը, լավ։ Ինձ թվում է մեր խնդիրներից մեծ մասը նաև հենց այդտեղից է, որ չգիտես ինչի մենք ադրբեջանական մեդիա շատ ենք բերում մեր օրակարգ։ Ամեն ինչ շատ պարզ է, կլինի սահմանազատումը նրա համար է, որ կողմերից մեկը կլինի սահմանված գծից այն կողմ, մյուսը այս կողմ։ Չենք ելնում այն տրամաբանությունից, որ դա տեղի չի ունենա։ Այդպիսի շատ տրամաբանություններ են եղել, բայց տեսեք իրականում, եթե մենք հետևեինք վերջին 2-3 տարիների ընթացքում այն մեդիա մթնոլորտը Սյունիքի նկատմամբ, նույն Խոզնավարը, որ մի քիչ առաջ նշում եք 3 ամիս անընդհատ կրակոցների ձայներ էին լսում։ Եվ որ լսենք տեղ մարդ չպիտի ապրեր։ Այն իրականությունը, որ ներկայացում էր։ Բայց տեսեք, որ ոչինչ չեղավ, մարդը շարունակեց ապրել։ Ապրեց, որովհետև հավատում էր եւ Աստծուն, եւ հավատում էր, որ լավ է լինելու վաղը։ Ու ես չգիտեմ ինչի ենք մենք ավելի շատ տրամադրում այդ մարդկանց, ասում որ իրավիճակը շատ ավելի ծանր է, քան իրականությունը իրանք տեսնում են։ Ես չգիտեմ ինչու է դա արվում, բայց այն որ ինքը խիստ բացասական է ազդում։ Այն հայկական կողմն է խոսում, որ սահմանազատման արդյունքում իրենք դուրս կգան։ Մենք չենք տեսել, որ Ադրբեջանի իշխանության կողմից երբևէ նման հայտարարություն արվի, որ այո, սահմանազատման արդյունքում մենք հետ կքաշվենք։ Այսինքն սա եւս կարող է պատերազմի առիթ դառնալ, երբ որ գա սահմանազատման ժամանակը, իրենք ուղղակի հետ չքաշվեն եւ փորձեն հրահրել վեճեր։ Դա ինձ վերաբերող հարց չի, բայց չեմ կարծում, որ որևէ խնդիր կլինի։ Սահմանազատումը կլինի, ի վերջո կա, չէ՞ սահմանազատված տարածք։ Այնտեղ ո՞նց է։ Չէ՞ որ ասում եք չկա ինձ հետաքրքիր է։ Տարածքները հետ կքաշվեն նոր են, պատերազմից հետո են գրավել այդ տարածքները։
Ամեն ինչ շատ պարզ է, չէ՞, սահմանազատումը ենթադրում է սահմանը գծում ենք, մեկը մյուս կողմում առնում, մեկը սա։ Եթե կգա տենց դրվակ, որ դրնի ձեր ասած մտահոգությունը, այն ժամանակ այդ հարցը կտակ, բայց քանի չկա, ինչ ենք այդպես մտածում։ Ձեր լավատեսությունն ենք ուզում հասկանալ, ինչի վրա է հիմնված։ Իմ լավատեսությունը հիմնված է նաև սյունեցիների լավատեսությունից, որ ապացուցեցին, որ շատ կարևոր է հողին կարճած մնալ, շատ կարևոր է չտրվել սադրանքների, որպեսզի մարզի դիմադրողականությունը չընկնի ու այսօր էլ Սյունիքում տեսակ 3 տարի այդքան Սյունիքից խոսում են, հետո երբ որ այս ամեն ինչը անցավ, գալիս է Սյունիք ու զարմանում, թե ինչու է Գորիսը, թե ինչպես եղավ, որ Գորիսը այդքան զարգացավ, ինչպես եղավ Կապանը այսքան փոխվեց։ Փոխվեց, որովհետև այդ մեդիա շղարշի այդ մառախուղի տակ մարդիկ աշխատում արարում էին։ Ու հենց այդ պատճառով եւ շատ շնորհակալ եմ բոլորից, ովքեր չտրվեցին, շատ լավ Ժորժ ջան, անկախ մեր քաղաքական դիրքորոշումից, մենք պիտի այնպես անենք, որ տունը չվնասենք։ Այն երկիրը, որտեղ ապրում ենք։ Ընդդիմադիր բոլոր համայնքապետերի հետ էլ, բոլոր իշխանական համայնքապետերի հետ էլ շատ լավ հարաբերություններ ունենք, այնտեղ, որտեղ որ մեր բոլորիս նպատակը նույնն է։ Մեր տունն է, մեր երկիրն է, մեր համայնքն է, մեր բնակիչն է։ Երբեք խնդիր չենք ունեցել ու վստահ եմ չենք էլ ունենալ։ Համայնքապետերից կամ այդ անդամներից համայնքի Սյունյաց ողջուններ էին ուղարկում ժամանակին Փաշինյանն, ինչ փոխվեց։ Ժամանակին չգիտեմ ինչ է եղել։ Ես ձեզ ասում եմ, այն ինչը որ կա, բոլորը էլ տեսնում եք։ Ինձ հետաքրքիր գիտեք որ դա Սյունիքում չեն խոսում, դուք եք այստեղ այդ հարցը տալիս։ Ու այնպեսի տպավորություն է, որ ձեզ համար ինքը ավելի հուզող է, քան սյունեցիների կամ նույն համայնքապետերի։ Մարդիկ աշխատում են իշահ իրենց համայնքների։ Եվ նաև Սյունիքի ճանապարհի հետ կապված, որ թրիփ է կոչվում, այս առումով ինչ կա, որ փուլում է այս գործընթացը, ենթակառուցվածքներ պետք է կառուցվեն, ինչ փուլում է, ինչ պայմանավորվածություններ կան հստակ։ Մարզպետի մակարդակում պայմանավորվածություններ տեղի չեն ունենում, չէ, բնականաբար տեղեկացնում են այնուամենայնիվ որևէ բան, ինչը որ հրապարակված է կամ բոլորի հասանելի, դրանից ավելին մենք տեղեկություններ չունենք, որովհետև դեռ process հողի վրա, այսպես ասած, չկա։ Իսկ վերահսկման հետ կապված եւ այլ գործընթացների խնդիր չեք տեսնում այդ վերահսկման առումով, որ Ադրբեջանը անընդհատ շեշտադրում է, որ չպետք է հայի մաքսավոր այնտեղ տեսնի, իրենց աչքը ոչ մեկին չեն ուզում տեսնեն հայերից, ինչպես է լինելու վերահսկողությունը այս առումով։ Սա արդեն երկրորդ անգամ է, որ դուք մեջբերում եք, թե ինչ է ասում Ադրբեջանը։ Այս պայմանավորվածությունը երկկողմանի է եւ մենք չենք կարող միայն ասել այն ինչ որ մենք ենք որոշել։ Իրենք էլ կարող են Ադրբեջանին վստահենք, բայց եթե երկկողմանի պայմանավորվածությունն է, պետք է նաեւ նրանց ասածները հաշվի առնել, չէ՞ որ միասին ներողություն եմ խնդրում, բայց եթե այդ տրամաբանությամբ մենք շարժվենք, մենք վաղուց շատ այլ իրավիճակ կունենայինք Սյունիքում։ Շատ ավելի շատ։ Հավատացեք։ Եվ ես շնորհակալ եմ Սյունիքի բնակչությանը, որ երբեք չշեղվեցին ճանապարհից ու իրենք իրականում ապացուցին, որ սիրում են իրենց հողը, որտեղ ապրում են։ Իրականում չի կարելի։ Մեր օրակարգ բերել այնպեսի որ ինչ ենք արհեստական։ Ինչքան ժամանակ այս ամենը կտևի։ Երկարատև process է այդ թրիփի գործընթացը, թե ինքը չեմ կարող ասել ժամկետներով։ Ախր դա հսկայական ծրագիր է, չէ՞, պետք է դրա կան մասնագետները, ենթադրում եմ միջազգային որակավորում ստացած, նախագծեր են պետք, նախաշվային փաստաթղթեր, գնահատումներ, դա շատ սիրողական կլինի, որ ես ձեզ որևէ հարցին հիմա պատասխան։ Իսկ Իրանի հետ սահմանի հետ կապված խնդիր չենք ունենա մենք, որովհետև իրենց կողմից հնչում են անհանգստություններ այս առումով։ Իսպանիան հնչեցրել, որևէ պաշտոնյա։ Օրինակ հոգևոր առաջնորդ է իրենց, որը նաև որոշում է քաղաքական դիրքորոշումը իրենց կարևոր է։ Ես ներողություն եմ խնդրում, բայց դուք իրականում կենտրոնանում եք այնտեղ, որտեղ որ հնարավոր է տեսնել բացասականը, բայց օրինակ չեք տեսնում ինչ է։ Բացասականը չէ, խնդիրներն ենք մենք ասում։ Խնդիրներն ենք ասում։ Այդ խնդիրը։ Իրանի հետ հարաբերություններում խնդիրներ չկան։ Չունենք, չկան այդ խնդիրները։ Ինչ ենք դրա մասին խոսում։ Նկատել եք խնդիրը։ Չի, դե մեկնաբանելու հարց չի, ուղղակի այնքան լավ բաներ են կատարվում, դրա մասին հարցեր տվեք։ Հավատացեք, դա բոլորին է տեսանելի։ Պետք է եւ դրականը տեսնել։ Իհարկե պետք է նաեւ բացասականի վրա էլ կենտրոնանալ, բայց չտեսնել են ամեն ինչը, որ չկատարվում է, կենտրոնանալ միայն որտեղ հնարավոր է բացասական բան։ Սյունիքը թատերաբեմ կարող են սարքել եւ Իրանի դեմ օգտագործել։ Այս վտանգը դուք չեք տեսնում, հաշվի առնելով աշխարհակական այս լարվածությունները եւ արևմուտք, Ռուսաստան, արևմուտք, Իրան այս ճակատամարտը։ Ասում են Սյունիքում աշխատող եւ արարող մարդիկ կան, ովքեր օր ու գիշեր իրենց տունը շենացնում են։ Լսել եք, տեսել եք դրա մասին։ Դրա մասին մտածեք, թե ովքեր ինչ են ասում, ժամանակակա կտեսնեք։ Անվտանգային խնդիրներ չեք տեսնում, որ կարող են առաջանալ։ Ոչ, այս պահին տեսանելի չի։ Ռիսկը միշտ էլ լինում է, բայց այս պահին տեսանելի չի։
Այս բային պետք է կառուցել, շենացնել եւ պետք է նաեւ դրականը տեսնել։ Մարդ էլ ապրել, երբ որ ապրում է սահմանին, ինքը նաեւ պետք է դրականը լսի։ Միայն բացասականը տարածելով մեզ թվում է թե մենք ինչ որ մեկին ենք հարվածում։ Ասեք մի դրական բան, որ ոգևոր եք նաև սյունեցնել։ Ինչի դուք չգիտեք, սյունեցները գիտեն են ինչ կա։ Ես սյունեցների մասին չեմ խոսում։ Ինչի դուք դրականի մասին ընդհանրապես մտածել եք Սյունիքում, տեսել եք, ցանկացել եք։ Ցույց կտաք մեկ օրինակ, որ դուք ուրախացել եք, օրինակ, այն մի ծրագիրը, որ ուրախությունը դրսևորվել, միշտ լուսաբանվում է ցանկացած։ Շատ լավ։ Դե ձեր նյութերից Իրանի հետ կապված ձեր վստահությունը, հանդիպումներ լինում են, դուք շատ ջերմ մասնակցում եք։ հարաբերություններ են։ Իհարկե հանդիպումներ կա։ Գլխավոր հեպատոսարան ունենք, չէ՞, մենք ի վերջո Սյունիքում։ Եվ մենք ինտենսիվ աշխատում ենք։ Հավանաբար այդ բացասական մեսեջները միայն ստացա ձեզանից ու մեկ-մեկ էլ տեսնում եմ համացանցում, բայց իրականում շատ ջերմ միջավայր։ Որևէ խնդրի մասին կամ անհանգստությունների մասին չեն բարձրաձայնել։ Ընդհանրապես բացարձակ։ Տեսնում եք, որ լավ բաներ են։ Միջոցառումներ են շատ լինում հայ-իրանական, տարբեր փառատոններ, եկեք, լուսաբանեք։ Դից լավ բաներ է լուսաբանեք։ Եվ մեկ հարց էլ Հովանավանքում հավաք է իրականացվում Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանն է միշտ իր Facebook-յան էջում հայտարարում այդ մասին։ Դուք մասնակցելու եք։ Եթե ժամանակսների իհարկե կմասնակցեմ, բայց քանի որ դե կապանը հեռու է, այդ իմաստով պետք է տեսնեմ, եթե կարողանամ Որովհետև կարգալույց եղած քահանա, ինչու եք ուզում մասնակցել հատկապես հենց այդ պատարագին։ Տեսեք, ես այսպես ասեմ, որպես մարդ 4 տարի է Սյունիքում եմ։ Գիտեք, որ հեշտ չի եղել Սյունիքում։ Եվ ես ուղղակի պատկերացնում եմ, թե ինչ պետք է անի հոգևորական։ Երբ որ ծանր փուլի մեջ ընկած ժողովուրդը փորձում է դեպի լույսը գնալ։ Տեսեք, պարզ օրինակ եմ բերում։ Ես ինչ կանեի։ Այդքան կրակոցներից հետո, երբ որ Խոզնավարը, Տեղը, Վաղատուրը, Խնածախը, ժողովուրդը աշնանացան, ցորեն են ցանում massայական, հաց են ցանում։ Ես որպես հոգևորական կգնայի իրանց կողքը կանգնեի եւ դա կորնեի, կոծեի, բայց ոչ նախընտրական շտաբն ու կուսակցական գրասենյակը։ Ինչը հիմա ամեն ինչ շատ պարզ է։ Ոչ թե ստատուսներ գրել, թե սիրտը որ կիսենք, սիրտը դառնում է 2 կիսալուսին, սա անլուրջ չի կարելի այսպես անել։ Կարծում եք կաթողիկոսը պետք է գար եւ ոչներ բոլորի աշխատում, բան մասին է խոսքը։ Հոգեվորականները նորմալ չեն աշխատում ձեր համայնքում, ինչ։ Մեր համայնքը ո՞րն է։ Ձեր մարզում։ Ինչ խնդիր։ Ես իմ ասելիքը, ես այդպես կանեի։ Հիմա դուք կարծում եք պետք է կաթողիկոսին հեռացնել։ Հա։ Կաթողիկոսին պետք է հեռացնել։ Եթե ուղղոտ շեղվում է իհարկե, անկախ նրանից ով է։ Ով է չափում։ Չգիտեմ, ես չեմ չափում։ Դուք կգնաք Էջմիածին եւ այնտեղ պահանջեք, որպեսզի հեռացնեն կաթողիկոսին, այո։ Չեմ կարող ասել, կգա ժամանակը կասեմ։